Արուսիկ, ջեմն ու թթուն պատվալիցը բի։ Արուստար արուսպեր, սա Վահեի խոհարարական ալիքի ոնց ասում են, այցեքարտն է դարձել համացանցում։ Ես որ ասում եմ ես, ուրեմն Արուսը հետս է, էլի։ Ընթացքում ինչ-որ բաներ իս պետք չեմ հիշում, այդ որ մեր տեսարողներ, ասի Արուս բի, հա, հիշեցի, պատվալիցը թթուն ու բանը բեր, ու տենց գնաց այդ Արուս բի, հիմա ով մեզ տեսնում ադրսում, Արուս բին պարտադիր ասում են։ 15 տարվա բացակայությունից հետո Վահեն վերադարձել է հայրենի գյուղ, Կաննան հետ բակը քիչ-քիչ կենթանացնում է, փորում, ցանում։ Եթե մարդու ցանկությունը կա, այո, ամեն ինչ էլ կարա անի։ Գյուղը ինձ ինչի համար է քաշում, որովհետև ստեղ հողի հետ ես գործանում ու ես դրանով հանգստանում եմ։ 15 տարի չեմ ապրել Հայաստանում, մանկությունս, բայց ստեղ անցել, այս գյուղում, Ալավերդի քաղաքում, 10-ին տեղ եմ գնացել ու որոշեցինք գալ հանգստանալ կնոջս հետ ու տենց չգիտեմ, մեր բլոգը սկսեցինք նկարելու, մնացինք Հայաստան, չէինք պլանավորում ընդհանրապես, որ Հայաստանում ենք մնալու, օրինակ եթե ինձ մի տարի առաջ 2 տարի առաջ ասեին դու Հայաստան կապրես, ես միանշանակ ասելու եի ոչ, բայց չգիտեմ, հողը քաշում է, всё равно մեր հողը ուրիշ է։ Գեղեցկադեմ հայուհի Արուսը Վահեի մանկության սերն է, երկուսն էլ նույն ճանապարհներով էին դպրոց գնում և նույն դասարանում սովորում ու տարիների հետ մանկական համակրանքը կամաց-կամաց դարձել էր իսկական սեր։ Ամուսնությունից հետո տեղափոխվել են Ռուսաստան, ապրել մեծ քաղաքների եռուզեռի մեջ, բայց իրենց սրտում միշտ պահել գյուղի պարզությունն ու հայրենի հողի կարոտը։ Այդպես ժամանակավոր վերադարձան, բայց այստեղ ստացվում է արդեն օնլայն աշխատանք ունեցան։ Խոհարարական վլոգ, որ արդեն ճանաչում ունի ու սիրված է։ Ռուսաստանում էինք ու շատ էինք մանկալի գյուղական կյանքը, փնտրում էինք այդ գյուղի աժոտաժը, որ կարող ենք տեսնել։ Հաճախ ձեզ էինք գտնում, բայց հաճախ էլ գտնում էինք ցավոք սրտի։ Հա, կարոտները ձեր ալիքից էլ ենք անել։ Շատ մեծ սիրով նայում էինք այդ գյուղական մարդկանց խոսելը, բարբառը, հաճախ գտնում էինք ազերիներին ու նայում էինք, թե այդ բնությունն ինչքան սիրուն է, ինչքան լավ են ներկայացնում ու սրտներից ոնց որ մի հատ դանակով տային, որ մեր ուտեստներն էլ ներկայացնում էին, թե իրանցն է։ Վահեի հետ միշտ զրուցում էինք, ախր մեզանից մարդ չկա, որ ներկայացնի մեր բնությունը, մեր ճաշատեսակներն ու ասի, որ դա ձերը չի։ Փաստերով պետք է խոսանք, չէ՞, մանցնի մի քանի տարի ինչ ենք ապացուցել, որ ասենք դա մերն է, ոչ թե ձերը։ Հետո որ գալիս էինք հանգստանալու, Վահեն սկսեց նկարել արդեն ու ասի չէ, ես էլ եմ միանում քո հետ այդ ընտանեկան աժոտաժը ցույց ենք տալիս մեր հենց որ մենք այս կյանքով ապրում ենք ու մեր բնությունն է, մեր ուտելիքներն է հայկական։ Այսպես սկսվեց Վահեի ու Արուսի բլոգային ճանապարհը, նկարահանումներ լոռու հայտնի ու անհայտ վայրերում, գյուղական առօրյա հոգսեր, ուտեստների պատրաստում, մի խոսքով երիտասարդ ամուսինները կիսվում են իրենց խոհարարական հմտություններով ու համատեղ կյանքի փոքր մեծ պահերով։ Վահեն խոհարարական փորձով, Արուսը իր գեղեցկությամբ ու ջերմությամբ միասին սկսեցին մի նոր պատմություն, որտեղ սերը, հայրենիքը եւ պարզապես գյուղական կյանքը միահուսվում են մեկ ճանապարհի մեջ։ Վլոգ նկարելու գործում ամենադժվարը բնության մեջ մաքուր տեսարաններ գտնելն է, պարզվում է։ Մի ժամ մոտավորապես մենք շաբաթօրյակ ենք անում տեղ։ Ձեր օգնությամբ բնությունը մաքրվում է, Բայց մի շաբաթ հետո գնում ես, տեսնում ես նույն տեսարանն է, ոչինչ չի փոխվել։ Հա, հիմա որ տուրիստների պատոկը ավելի շատանա, աղտոտվածությունը շատանում է։ Անցած տարի մենք շաբաթօրյակ կազմակերպեցինք, բայց թվում է այս տարի ենք պարտադիր կազմակերպելու ու պետք է մաքուր պահենք էլի մեր բնությունը։ Դա շատ կարևոր հարց է, որ մարդը եթե հաց է ուտում, իր հետևից կարողանա նաև հավաքել։ Մեզ այս բնությունը այդքան սիրուն գեղեցիկ տեսարաններ ա նվիրել ու մենք ոչ թե պետք է, այլ պարտավոր ենք մաքուր պահել ու գնահատել այդ բնությունը։ Մեզ հաճախ հարցնում են, թե որտեղից եք նկարում, տեսարանը գրեք, արդեն չենք գրում, չենք պատասխանում այդ մարդկանց, որովհետև Հա, ներքին ինչ-որ հետ են գալիս, տեսնում ենք այդ տեսարանը կեղտոտել են, ախր ոնց գրենք արդեն որտեղ ենք։ Եթե իմանանք, որ մարդը գնում է, իրավ հետևից հավաքում է, մեծ սիրով կտեղեկացնենք որտեղ է։
Բայց դա բոլորի մասին չի ասված, իհարկե շատ մարդիկ կան, որ նույն մեզ պես գնահատում են այդ բնությունը ու երբեք իրանց հետևից ոչ մի աղբ չեն թողել։ Խոհարարական բլոգներ նկարելուց բացի ամուսինները Վահեի հայրական տանն ու բակին փորձում են շունչ տալ։ Թռչնանոց են կառուցել, տարբեր տեսակի թռչուններ են պահում, այգին են բարեկարգել, պատրաստվում են բանջարեղեն ցանել, մի խոսքով ապրել գյուղական կյանքով։ Տակը պետքա սալոն փռեմ, որպեսզի տակ մնա հողը, վերևից պարտանյութ եմ տալու ու հողը լցնեմ։ Դեռ անավարտ է, ինչ ճիշտը ու վերևից ստեղ պառնիկի վարիանտ դոմիկներ եմ սարքելու, սենց ասած, վրից սետկա քաշեմ, որպեսզի կարկուտը չվնասի։ Այն ինչ որ ցանում ենք, որովհետև ես ստեղ արդեն մի տարի ապրում եմ ու նկատել եմ, որ մարդիկ չարչարվում են, հետո կարկուտը գալիս է, լրիվ վնասում է, նոր եմ սկսում սա ու ինձ համար էլ սա ինչ որ նոր բան է, դրա համար հետաքրքրությամբ եմ անում, չգիտեմ ինչքան ժամանակ ես սա կանեմ, բայց հիմա առայժմ հետաքրքրությամբ եմ անում։ Չգիտեմ հետագայում ոնց կլինի, բայց իմ մտքերը ավելի շատ խոհարարական առումով են, որպեսզի մենք թեկուզ մեր ձորում կամ մի ուրիշ տեղ բնության գրկում մենք ունենանք մեր անկյունը, որտեղ կարանք հյուրեր ընդունենք ու սենց ասած գան մարդիկ հանգստանան, այն հանգիստը վայելեն, ինչ որ մենք ենք վայելում հիմա։ Հենց արևածագի ձորն արդեն աշխարհով մեկ հայտնի է ու տուրիստական մեծ հոսք է ունենում, բայց ցավոք այդքան հայտնի տուրիստական վայր հասնելը բարդ է կապված ճանապարհի հետ, ասում է Վահեն։ Ամենապրոբլեմատիկ հարցը դա ճանապարհների հարցն է, որովհետև մեզ էլ են շատ հարցնում, ես որ նկարում եմ, գցում եմ ինտերնետ, հարցնում են իսկ ճանապարհները ոնց են ու ինչ մեքենաներով կարող են գալ։ Այստեղ բարձր մեքենայով ցանկալի որ գան, որովհետև ճանապարհները լավը չեն։ Դե Ռուսաստանում էին, որ լսում էին, թե Հայաստանում համատարած ասֆալտապատում է, սակայն երբ վերադարձան նկատեցին, որ հայ իսկապես ասֆալտ արվում է, սակայն այս ճակերտավոր վայրի ասֆալտապատումը ունի տնտեսական խթանիչ նպատակ։ Մինչդեռ զարգացած երկրներում ասֆալտապատումն էլ պլանավորվում է եւ հանդիսանում է տարածաշրջանների զարգացման բաղադրիչներից մեկը։ Այսինքն զբոսաշրջության զարգացումը հենց այնպես չի կարող լինել։ Դրանք փոխկապակցված են ոչ միայն ասֆալտապատ ճանապարհներ, այլև խնամվող հողային ճանապարհներ, կածաններ, ցուցանակներ, մաքրություն, կրպակներ եւ այլն։ Սակայն Հայաստանում ոչ մեկը կա, ոչ էլ մյուսը։ Այնինչ էլ որ արվում է, հետագայում չի պահպանվում, չի խնայվում ու արագ շարքից դուրս է գալիս։ Եթե ճանապարհները լավ լինեին, ինձ թվում է ներդրումներ էլ կլինեին այստեղ ու սենց ասած համ մեր գյուղը կբարգավաճեր, համ հարակից գյուղերը։ Բոլորն էլ դրանից կարող էին օգտվել։ Տուրիզմի պատոկը, որովհետև շատ է։ Այստեղ ամառը շատ մարդիկ են գալիս։ Ուղղակի գալիս են ու էլի իմ ամենացավոտ թեման էնա, որ գալիս են իրանց հետևից աղբ են թողնում։ Վահեին ճանաչողները հաճախ զարմանքով են նայում, թե ոնց է տարիներ շարունակ մեծ քաղաքում ապրած մարդը հիմա ժամերով բակում աշխատում, հող մշակում, կենդանիներ պահում։ Ինքը Վահեն էլ խոստովանում է, որ երբեք չէր մտածի, որ մի օր այսքան կկապվի գյուղի ու հողի հետ։ Քաղաքների աղմուկը շտապող մարդիկ, բարձր շենքերը մի ժամանակ նրա կյանքի անբաժան մասն էին, բայց գյուղ վերադառնալուց հետո կարծես մի ուրիշ զգացում է ծնվել նրա մեջ։ Հիմա արդեն պարզ է դարձել մի բան, մեծ քաղաքների աղմուկը այլևս չի ձգում իրեն։ Մարդիկ չեն պատկերացնում, որ մարդը դրսից կարող է գալ ու սենց սկսել հողի հետ աշխատել, իրանց մա դա մի քիչ ոնց որ իրանք դրա մեջ են ու իրանք դա չեն նկատում, որ այդ հողը на самом деле շատ համ առողջության համար է լավ, համ չգիտեմ, ես սրանից հանգստություն եմ ստանում։ Գյուղացու համար դա ինչ-որ չափով լարվածություն կարող է լինել, բայց ինձ համար հանգստություն է սա։ Ասել եմ, ես այդ ձորում ամեն քարը չի կարա, չէ, սրբությունը լինի կամ չգիտեմ, բայց ինձ համար դա այդ քարը ոնց որ ինչ-որ ես մի հատ սուրբ բան լինի, ամեն մի հատ փոքր քար, որովհետև իմ մանկությունն այդ ձորում անցել ու ես իմ հայրիկիս հետ միշտ գնացել եմ այդտեղ ձկնորսության, չգիտեմ, ման գալու ու շատ այդ մանկության հիշողությունները իմ գլխի մեջ տպավորվել է ու միշտ ես սիրել եմ այս ձորը։ Ու միշտ ասում եմ, որ ինպես այս ձորը ոչ մեկ չի սիրի։ Մենակ մի մարդ կա, որ ինքը ինձանից շատ է սիրում, այդ իմ հայրն է։
իր հայրն էլա, էլի այս ձորում սենց ասած մեծացել իր կյանքը անցկացրել ու տենց ոնց որ շարունակական փոխանցվում է։ Խոհարարական բլոգը զարգանում է, բայց Վահեն զուգահեռ այլ պլաններ էլ ունի։ Հայաստանում հիմնական մնալու համար այստեղ որևէ գործ սկսելու միտք ունի։ Հաջողելու դեպքում, ասում է, Հայաստանից այլևս չեն գնա։ Ռուսաստանում իրենց ընտանեկան բիզնեսը եւս կապված է խոհարարության հետ, այնպես որ այս ոլորտում տարիների հաջողված փորձ ունի Վահեն։ Խոհարարական բլոգ նկարելու ժամանակ էլ բարդությունը ոչ թե տեղանքի կամ ուտեստի ընտրությունն է, այլ ռուսերեն բառեր չօգտագործելը, ասում է։ Առհասարակ իր համար կարևոր է ցույց տալ ամեն ինչ ինչպես որ կա, առանց ձևականության ու ավելորդության։ Ճիշտ ասած, մի քիչ կոմպլեքս չեմ կարող ասել դա, բայց որ ես Ռուսաստանում եմ սովորել, այնտեղ քիչ տարիներ եմ էլի։ Իմ խոսակցականից ես մեկ ամաչում, որ պահիտակ ռուսերեն բառեր եմ օգտագործում, բայց փորձում եմ շտկել, որ մաքուր հայերենով խոսամ։ Չգիտեմ ինչքանով է իմ մոտ դա ստացվում, բայց փորձում եմ։ Սովորական մենք տեսանավակները вообще իդեալական չի, ասեմ, մենք նայում ենք շատ քննադատում, մենք ինքներս շատ ենք քննադատում, բայց մենք չենք ուզում իդեալականացնենք, որովհետև մենք ցույց ենք տալի այն, ինչը կանք, ոնց կանք, այդ էի ասում, սցենար չունենք, սկիզբը սկսում ենք, շարունակում ենք ոնց պատահի այդ պահը։ Հա, ու ամենաշատ քննադատները մեր ծնողներն են։ Մեկ-մեկ զանգում են պապային, ասում է, այս պահը լավ չես արել։ Այն մի անգամ տես բան չանես, աշխատի, որ իդեալականին գնաս։ Փորձում ենք բարբառով շատ խոսել, որ բարբառն էլ հայտնի լինի, շատ ենք ցանկանում, անկեղծ ասած, ու այդ բարբառով լսելը նաև մեր ականջին է հաճելի։ Ինձ թվում է դիմացի ականջները հաճելի։ Լոռեցուն հատուկ հյուրընկալությամբ Վահեն ու Արուսը միշտ պատրաստ են հյուր ընդունելու, նրանց բակը հաճախ է լցվում մարդկանցով ու այդպես 1 տարի ու ավել ձգված արձակուրդի օրերը հաճախ անցնում են հենց սեղանի շուրջ պատրաստություններով։ Մեկը միսն է պատրաստում, մյուսը սեղանն է դասավորում, իսկ բակից արդեն խորովածի ծուխն է բարձրանում։ Այդ պատճառով էլ նրանց բակում խորովածի համար գրեթե միշտ ամեն ինչ պատրաստ է լինում։ Կրակը վառելու, միսը շամփուրին շարելու ու սեղանը բացելու համար երկար մտածելու կարիք չի լինում։ Վահեն ու Արուսը հավատում են, որ լավ ուտելիքը, գյուղական մթնոլորտն ու բաց սեղանը մարդկանց ամենահեշտն են իրար մոտեցնում, իսկ լոռու հյուրընկալությունը հենց այդ ջերմությամբ է հիշվում։ Այնքան շատ նամակներ ենք ստանում, որ գանք, իրար հետ գնանք, ձեր ձորում հանգստանանք, նստենք, հաց ուտենք, ուղղակի ֆիզիկապես մենք չենք կարող, շատ կուզենք, բայց ֆիզիկապես մենք չենք կարող այդքան մարդկանց սենց ասած բավարարել։ Մեր ժամանակն էլ չի հերիքի ու չգիտեմ, ֆիզիկապես էլ չենք կարող ուղղակի։ Դրա համար մենք, չգիտեմ, հետագայի ծրագիրներ ունենք, որ ինչ-որ տեղ սարքենք ու մարդկանց հյուրընկալենք։ Այսօր Վահեն ու Արուսն իրենց հայրենիքում են, որտեղ սկսվել է նրանց պատմությունը։ Երիտասարդ ու պայծառ ամուսինները երկար ճանապարհ անցնելուց հետո վերադարձել են հայրենի հող, հայրական տուն։ Մինչ շատերը դեռ փնտրում են իրենց տեղը աշխարհի տարբեր կողմերում, Վահեն ու Արուսը իրենց ընտրությունն արդեն արել են։ Նրանք վերադարձել են ու հենց այստեղ իրենց գյուղում, իրենց բակում ու հողի վրա են տեսնում իրենց ապագան։ Գուցե ճանապարհը հեշտ չէ, բայց այն ջերմությունն ու հույսը, որ կա նրանց աչքերում, մի բան հստակ է, ասում է։ Մինչ շատերը դեռ փնտրում են իրենց տեղն աշխարհի տարբեր կողմերում, Վահեն ու Արուս իրենց ընտրությունն արդեն արել են։ Նրանք վերադարձել են ու հենց այստեղ իրենց գյուղում, իրենց բակում ու հողի վրա են տեսնում իրենց ապագան։ Գուցե ճանապարհը հեշտ չէ, բայց այն ջերմությունն ու հույսը, որ կա նրանց աչքերում, մի բան հստակ, ասում է։ Երբ մարդը վերադառնում է իր արմատներին, այնտեղ է գտնում իր ամենաիսկական տունը։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան,
Ալավերդու խորհրդավոր քարայրերը Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։